մինչև 2018 թվականը վախեցել եք սրճարան գնալուց։ Չէ, Ավինյանն է նման բան ասում, որ ես չեմ վախեցել։ գնալուց։ Չէ, Ավինյանն է նման բան ասում, որ չէ, ես ուղղակի գնալ։ Ոչ, Ավինյանն է նման բան ասում, որ Չէ, տենց բան չի կարող լինել։ Ոչ, բացարձակ։ Տիգրան Ավինյանն է նման բան ասել։ Նման բան գոյություն չունի։ Հիմա ասեմ ավելի վտանգավոր է, քան մինչև 2018 թվականը։ Ես առհասարակ սրճարան չեմ գնում, իմ հնարավորությունները ֆինանսական թույլ չեն տալիս սրճարան հաճախել։ Վախենալու էր մինչև 18 թվականը սրճարան գնալու։ Ավինյանը նման բան է ասում։ Վախենալու ինչի։ Գաղափար չունեմ։ Վախեցել եմ մինչև 2018 սրճարան։ Ոչ մի գաղափար չունեմ, սրճարան չեմ գնում։ Իշնորհիվ մեր անկախ Հայաստանի 35 տարվա ընթացքում թույլ չեմ տալիս ինձ գնալ սրճարան եւ նախընտրում եմ սուրճը խմել տանը։ Մինչև 2018 թվականը վախեցել եք դուք սրճարան գնալուց։ Չէ, 18 թվական, մինչև 18-ը, մինչև 18-ը ոչ էլ գնացել եմ։ Հիմա գնում եք։ Հա, Բայց վախենալու էր այն ժամանակ ձեր կարծիքով ուրեմն սրճարան։ վախելանալու չէ, զզվել ես։ Չեմ գնացել, ասի չեմ կարող ասի, բայց ով որ ասել ասում է հա։ Սրճարան։ Ես ճիշտ ասած այստեղ չեմ ապրում, դրա համար չեմ կարող պատասխանել կներեք։ Չէ։ Ավինյանն ասում է, որ մարդիկ վախեցել են մինչև 18։ Հիմա 1000 անգամ լավ է, քան թե առաջ։ Ասեմ ես ձեզ։ Ոչ։ Հիմա ամեն վար տանս մեջ եմ վախենում։ Թուրք վարչապետը թուրքերին բերել լցրել ամբողջ Հայաստանով մեկ։ Ավինյանն ասել է, որ մինչև 18 թվականը մարդիկ վախենում էին սրճարան։ Ոչ, այդ ժամանակ էր ոնց որ ասած ազատությունը։ Հիմա է բռնակալը նստել է, ամեն ինչ էլ իր ինչ ուզում են անում է։ Հիմա էլ Նարեկ Կարապետյանի վրա է։ Բարթով մի փրտե Ռուսաստանի քաղաքացիություն ունի, դատական գործաբաց է։ Չգիտեմ, թող Աստված այդ հրեշից ազատի մեզ, ազատ չէ։